Երեմյան ընկերությունների խմբի հանրային կապերի ղեկավար։ Երեմյան կաթնամթերքը Հայաստանում կաթնարտադրության ոլորտի միակ արտադրողն է, որ իր արտադրության ամբողջ process-ը կազմակերպում է սերմից սեղան հայեցակարգի շրջանակներում։ Մենք սկսած անասնակերը մեր բերի հողերում ցանելուց մինչև ֆերմայում փակ ցիկլով կաթնարտադրության process եւ Երևանում մեր գործարանում շուրջ 60 տեսակի արտադրելու process-ը ամբողջը իրականացնում ենք եւ այդ ամբողջ process-ը տեղի է ունենում փակ շղթայով մինիմալ մարդկային միջամտությամբ։ Մեր կաթը առանձնանում է իր 100% բնական լինելով, մեր ֆերման գտնվում է Տաշիրում, այնտեղ մենք ներկայացնում ենք տարածաշրջանում առաջատար տեխնոլոգիաներով եւ իր տեսակի մեջ եզակի ֆերման, որից էլ ստանում ենք մեր կաթը եւ որով էլ հպարտենք ներկայանալ կաթնամթերքի շուկայում։ Profood Expo-ին մենք ներկայացնում ենք մեր շուրջ 60 տեսակ ապրանքատեսակները եւ համագործակցության հնարավորություններ ենք առաջարկում հիմնականում հոռեկա ուղղվածության մեր գործընկերներին, ռեստորանային, սրճարանային եւ հյուրանոցային ոլորտից, որովհետեւ բացի սուպերմարկետներում հասանելի լինելուց մենք նաև հասանելի ենք հոռեկայի մեր գործընկերների համար։ Այստեղ ներկայացված է այն կաթնամթերքը, որը բարձրակարգ կաթնամթերքի սիրահարները կարող են գտնել Երևանի սուպերմարկետում եւ ֆիրմային խանութներում, իսկ այս կողմում ներկայացված են մեր հոռեկա գործընկերների համար առաջարկվող արտադրատեսակները։ Բարև ձեզ, մենք ներկայացնում ենք Տոնյանա բրենդը, այսօր մասնակցում է Profood Armenia 2025 թվականը։ Մեր ընկերությունը իտալական առաջատար ընկերություն է հոռեկա ոլորտում եւ առաջարկում ենք եւ կենցաղի համար նախատեսված եւ հոռեկա ոլորտի համար նախատեսված սպաս։ Ընկերությունը առաջարկում է 16000-ից ավել անուն ապրանք։ Առավելությունը ինչումն է, որ հոռեկայի սպասքը անցնում է հատուկ վերամշակում, որը տալիս է ավելի բարձր դիմացկունություն խազերից եւ բծերից։ Մեր ընկերությունը արդեն 2020 թվականին է, ինչ հայկական շուկայում է, արդեն ձեռք ենք բերել հաճախորդների վստահությունը, այդ փաստը վկայում է որակի եւ շքեղության մասին։ Մենք ունենք արդեն 3 հատ խանութ սրահ Սայաթնովա 1 հասցեում, Արշակունյաց 14 հասցեում եւ Պարյուր Սևակ 114 հասցեում։ Արդեն 4 խանութը նաեւ ունենք Վրաստանում։ Բարև ձեզ, մենք ներկայացնում ենք Մարիաննա ընկերությունը։ Մեր ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին։ Մեր սպառողներին ենք ներկայացնում բարձրորակ կաթնամթերք։ Այսօր ներկայացել ենք մեր պանրի լայն տեսականիով, նաև կաթնամթերքի տեսականին է ցուցադրված։ Նորույթներից կարող եմ առանձնացնել մեր առանց լակտոզայի կաթը, պաղպաղակ առանց լակտոզայի, որը նորություն էր հայկական շուկայում։ Profood Armenia 2025 միջոցառման շրջանակներում հասցրեցինք ծանոթանալ շատ լավ բրենդների հետ, գործընկերային հարաբերություններ ստեղծվեցին։ Մեր ընկերության հաջողության գրավականը կայանում է բարձրորակ հումքի, նորարարական տեխնոլոգիաների եւ սպառողների հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքի մեջ, եւ այդ պատճառով մենք վայելում ենք մեր վստահությունը եւ սերը արդեն շուրջ 30 տարի է։ Ինչպես տեսնում եք, Մարիաննան ներկայացել է այս միջոցառմանը առանձնահատուկ կերպով, ինչպես նաև բոլոր միջոցառումներին։ Այստեղ մենք նախաձեռնել ենք մեծ մասշտաբային հյուրասիրություն։ Իջևանի գինու եւ կոնյակի գործարանը Հայաստանում այս պահի դրությամբ ամենահին եւ ամենախոշոր գինու կոնյակի գործարաններից մեկն է։ Հիմնադրվել է 1951 թվականին, աշխատում է մինչեւ օրս։ Մենք ունենք շատ մեծ գինիների, մրգային գինիների, մրգողիների, կոնյակների, մրգային բրենդիների տեսականի։ Վերջին տարիներին մենք արտադրում ենք նաեւ ոչ ալկոհոլային տեսականի, պահածոներ, կոմպոտներ, հյութեր, ջեմեր, մուրաբաներ։ Մենք ներկայացնում ենք հոռեկա ընկերությունը, որը զբաղվում է հարայսննդի սարքավորումների ներկրմամբ եւ հետագայում իրանց ներդրմամբ տարբեր պրոյեկտների մեջ։ Profood-ի հետ կազմակերպեցինք այս սիրուն միջոցառումը, հովանավորեցինք, հագեցեցինք բոլոր իրանց խոհանոցները մեր տեխնիկայով եւ ունենք ահա այս ստենդը, որտեղ որ պասիվ վիճակով ներկայացնում ենք սարքավորները։ Հոռեկա ընկերությունը հանդիսանում է շուրջ 45 միջազգային բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում եւ ոչ միայն իրականացնում է վաճառք, այլ նաեւ հետվաճառքային սերվիս է իրականացնում, պահեստամասեր է
մատակարարում եւ հետ երաշխիքային սպասարկում է ապահովում բոլոր սարքավորների համար։ Ցանկացած սննդի վերամշակման սարքավորումը մտնում է մեր հետաքրքրության շրջանակի մեջ, լինի դա ռեստորան, հյուրանոց, food court, սննդի վերամշակում կամ արդյունաբերական վերամշակում, այս հատվածներում դողորեկան իրան ավելի քան ինքնահավաստահ զգում։ Բարև ձեզ, ես Մարիամ Սարգսյանն եմ, իմ մեղր բրենդի հիմնադիրը, իմ մեղրը սահմանամերձ գոտում է ծնվել, Վարդենիսի շրջանի մեղր է, բնական մեղր ստանալու համար մեղուներին 5 տարածաշրջան տեղափոխում ենք, որտեղ Հայաստանում չկա մի տարածք, որ բնությունը 6 ամիս ծաղկած լինի, ձմեռում են Վարդենիսում, Կանան տեղափոխում ենք Արարատյան դաշտ, որտեղ բնությունը առաջինը այստեղ է բացվում, մինչև ծառերի սրսկվելը, որպեսզի քիմիա չհայտնվի մեղրի մեջ եւ նաեւ մեղուների կորուստ չունենանք, մեղուներին տեղափոխում ենք ավելի բարձրադիր վայր, ջրվեժ, որտեղ բնությունը նոր է ծաղկում, այնուհետև տեղափոխում ենք ավելի բարձրադիր վայր, Սոլակ գյուղ, Հրազդանի սարեր, վերջում Վարդենիսի սայրում, էկոտնակներում մեղրաքամ ենք անում։ Եվ յուրահատկությունը կայանում է նաեւ նրանում, որ ոչ միայն այս ամբողջը այսպես ասում եւ գրելով ցույց ենք տալիս, այլ նաեւ պաշտոնական էջով, վիդեոբլոգինգով, թափանցիկ վիդեոներով ցույց ենք տալիս, մեղվապույցը հենց ես եմ։ Բարև ձեզ, ես Ռաֆայելն եմ, ներկայացնում եմ գտածո լիկյորները։ Գտածո խոտաբույսային լիկյորն է, ինքը արդեն գոյություն ունի 1.5 տարի, բաղկացած է 20 տեսակի բաղադրիչներից, իր inspiration-ը, իր ոգեշնչման աղբյուրը հանդիսացել է այն, որ երբ որ լիմոնչիկի իմ շան հետ զբոսնում ենք Դիլիջանում, ինքը ինձ շատ ծանոթ բույս գտավ, հետո մենք սկսեցինք էքսպերիմենտներ անել այդ բույսի հետ, ընթացքում մեկը ստացվեց շատ ունիկալ, որոշեցինք կոչել գտածո եւ արտադրել։ Բաղկացած է 20 տեսակի բաղադրիչներից, իր մեջ կան հայկական խոտաբույսեր, հիմնականում վայրի եւ համեմունքներ աշխարհի տարբեր կետերից, իսկ երկրորդ արտադրանքը արդեն դա գտածո կոֆին է, որը որ առանձնանում է իր նաեւ պարզությամբ կարելի ասել, իր մեջ շատ ավելորդ բաղադրիչներ չկան, իր մեջ կա 100% արաբիկա սուրճ, վանիլ եւ կակաո։ Բարև ձեզ, մենք եկել ենք ներկայացնելու Profood-ին մեր Գյումրի Չերկեզիցոր ռեստորանի տեսականին։ Ունենք մեր խավիարները, ունենք նաև մեր ցեկան լյարդը, մարինացված եւ ապխտած ցեկի ֆիլեները, ունենք մեր սեփական արտադրանքի գարեջրերը, Չերկեզիցոր Business Premium գարեջուր մեղրովը։ Բարև ձեզ, ես Շաքե Սահակյանն եմ, ներկայացնում եմ Sitland ընկերությունը։ Մենք հանդիսանում ենք հոռեկա մասնագիտացված կահույքի գործարան։ Հայաստանում Sitland-ը գործում է արդեն 5 տարի է, բայց մեր գործարանը 65 տարի եւ ավել զբաղվում է հենց մասնագիտացված հոռեկա կահույքի արտադրությամբ։ Մեզ մոտ հաճախորդը կարող է ընտրել ցանկացած ապրանք իր դիզայնին համապատասխան, այսինքն յուրաքանչյուր մոդել կարող է գույնային փոփոխության ենթարկվել եւ ոչ միայն գույնային, նաեւ չափերը փոփոխվել եւ հարմարացվել տվյալ ռեստորանի հյուրանոցի ինտերիերին։ Ես Ստեփանն եմ, Tips.am-ի համահիմնադիրն եմ։ Մեր անկանխիկ թիավճարների հարթակը առանց հավելվածի։ Մենք արդեն 3.5 տարի շուկայում ենք։ Այս ընթացքում ունեցել ենք արդեն 450 եւ ավելին միացում, ինտեգրացիա։ Մեզ վստահում են գրեթե 23500 ունիկալ օգտատեր, որոնք մեկ անգամ թեավճար են թողել մեր հարթակի միջոցով, շուրջ 3500 աշխատակից, մատուցող, վարսահարդար, բարբերներ եւ այլն ստանում են անկանխիկ թեավճարները մեր հարթակի միջոցով։ Մեր առավելություններից նաև կարող եմ ասել, որ մենք ընդունում ենք վճարումներ 10 եւ ավելին վճարման մեթոդով, Apple Pay, Google Pay, հայկական միջազգային եւ ռուսական բոլոր բանկերի քարտերն ենք սպասարկում եւ նաեւ տեղական հավելվածների միջոցով ենք վճարումներ ընդունում։ Մեր հարթակը ամբողջովին անվճար է ռեստորանների համար, միացումը անվճար է, սպասարկման վճար չի ենթադրում։ Խորհուրդս նա է հենց կետերին, որոնք որ դեռ մտածում են միացնել, ավտոմատիզացնել այս տարբերակը թվայինացնել թեավճարները թե ոչ, միանշանակ այո, որովհետև դա օգնում է իրենց աշխատակիցներին, իրենց մատուցողներին, այդ գումարները, որոնք որ չի հասնում տեղ, որովհետև կանխիկ գումար չի լինում եւ այլն, հասնի հենց մատուցողին։ Արտադրում եմ հալեցրած մաքուր յուղ, հայկական արտադրանք է ամբողջովին, մի քանի տեսակի ունենք ու
աշխատում եմ սովորեցնեմ հայկական հասարակությունը, որ հայկական պրոդուկտը կարող է լինել որակյալ, կարող է լինել համեղ։ Ուզում եմ, որ հայ ժողովուրդը գնահատեն հայ արտադրողներին ու պատերժ կանեն մեզ, ոչ թե գնան իմպորտնի պրոդուկտներ առնեն, ու հենց դրա համար այն պրոդուկտը, որը տեսել եմ, որ արտասահմանում կա, ուզեցել եմ, որ Հայաստանում լինի ու բավականին պոպուլյար է դարել։